քննարկումները եղել է եւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ եւ քաղաքական թիմի հպարտության ղեկավարի Նարեկ Կարապետյանի հետ եւ վերջնական որոշումը միանշանակ ինձ է եղել եւ ես գտել եմ որ առաջնահերթը գյումրեցիների եւ Գյումրի քաղաքի շահն է եւ այս պահին տեսնում եմ որ կարող է եւ այնպես պատահել որ կոլապսի ենթարկվեր քաղաքը որը անընդունել է եւ ինձ համար եւ մեր քաղաքական թիմի համար Կասացի կուլիսային պայմանավորվածություններ չկան այս մասին խոսեցիք այսինքն սա փաստում է ամեն ինչ սա հաստատում է վերջնական այսինքն պատրաստ եք պայքարի որ չզիջեք իշխանությունը քաղաքացիական պայմանագրին նայեք նորից եմ ասում ես բազմիցս շեշտել եմ մեզ համար ոչ պաշտոնակռիվ է ոչ ատորակռիվ այլ քաղաքի շահ, քաղաքացիների շահ, Հայաստանի Հանրապետության շահ մենք այդ պայքարն ենք ուղղում մենք չենք եկել որ քաղաքապետի, փոխքաղաքապետի կամ պատգամավորի ատորի կռիվ տանք մեր տեսակը այդպեսին է Պարոն Արաքելյան, այսինքն այսպես ասած ծանոթ հետև արեցիք, որ ձեր մանդատը վերցնելու պարագայում ազգային ժողովի Գյումրիում, Տիմում, Աբականում, այսպես ասած կոլապս կառաջանա։ Այսինքն հնարավոր համարեցիք, որ ձեր ընդդիմադիր թևում գուցե չկարողանա ձեզ փոխարինող ընտրել եւ գնա այսինքն արտահայտություն է այդ դրամաբանությունը ավելի շատ կարող է եւ չթողնեին, այսպես ասեմ։ Ինչ չտեսնեին։ Որ լիներ այդ ամեն ինչը։ Այս հանդարտ մի ընդդիմադիր ուժից մյուս ընդդիմադիր ուժին անցներ։ Պարոն Արաքելյան, չէ՞ կարծում օրենսդիր մարմնում դուք կարող եք ավելի անել Գյումրու համար։ Աշխատող մարդը բոլոր տեղերում է կարող է ամեն ինչ անել։ Եվ օրենսդիրում, եւ այստեղ Դեպետ մեր ուժը ներկայացված է, կարծում եմ այն խոչընդոտները, որոնք ունի Գյումրու քաղաքապետարանը օրենքի հետ կապված, անպայման կբարձրացվեն եւ լուծումներ կստանան։ Քաղաքացիական պայմանագիրը չի գալիս, երկու նիստը արդեն տեսնում եք ավական նիստերին չի գալիս։ Մի քիչ դժվար չի արդեն կամ ավելի լարված չի հասնում այդ, որ կարողանաք ամեն նիստին քվորում ապահովեք, քան որ մեկ կամ երկու ավականու անդամի բացակայություն արդեն խնդիր կստեղծի։ Ուրեմն այդ հարցի հարցատերը ես եմ։ Քաղաքացիական պայմանագիրը դուք պատասխանի թե ինչու չի գալիս եւ ինչ միտում ունի ես ձեզ ասում եմ։ Եթե այդպիսի միտումներ ունի, որ ստեղծի ճգնաժամ, թող մի կանգնես լինի եւ պատասխանի այդ հարցերը։ Պարոն Արաքելյան, պարոն Ղուկասյանի հետ քննարկել եք, չէ՞, հարցը, դուք սպասում եք նաեւ, ասացիք, որ դեռ այն ժամանակ երբ որ տնային կառավարություն չէ, որ բանտից այսպես ասած հայտարարություն կանի։ Ինչ եք քննարկել, այսինքն եթե հնարավոր է ճակերտներ որոշակի բացել, ինքը որ տարբերակի ավելի շատ կողմնակից էր։ Ճակերտների կամ գաղտնիության ոչինչ չկա, քննարկումը արդեն ըստ երևույթին տեսնում եք։ Իմ հրաժարականներ եւ վերջի խոսքը նորից կրկնվեմ, ինչպես մեր ուժը, այնպես էլ պարոն Ղուկասյանը թողել էին ինձ։ Վերջնական որոշումը դուք եք կայացրել։ Ազգային ժողովում գուցե ավելի օգտակար լինեին քաղաքին, քան այս պաշտոնին, այս մանդատով։ Պատասխանեցի այդ հարցին, ասացի, որ ազգային ժողովում մեր ուժը արդեն ներկայացուցություն ունի 25 մանդատ, քիչ մանդատներ չեն։ Այս պահին էլ նշեցի։ Մամուլում դուրս շրջանառվեցին, առավոտ եմ տեսել, որ կոնկրետ պայմանավորվածություն, իբր թե ձեր հետ է ներքին պայմանավորվածություն, որ ամեն դեպքում տապալեք քաղաքի կառավարումը դիմադիր ուժերի հետ եւ դրա դիմաց ստանալ Վարդան Ղուկասյանի եւ լուրջ չեմ պատասխանելու, շատ լուրջ է, Ալեքսանդր, ինչ տապալենք, տապալված էր էլի որ ուզենենք, տապալենք, բայց չէ, տագարակը մենք թույլ չենք տալիս, որ տապալենք։ Ամեն ինչից ասել եմ առաջնահերթ ոչ պաշտոնն է, ոչ ատորն է, ոչ ինչ-որ ներկայացությունն է, այլ քաղաքի շահն է
քաղաքի բնակիչների շահն է եւ Հայաստանի Հանրապետության շահը։ Գիտեք, որ հա գնալու եք մանդատ վերցնելու, ըստ էության եւ Գյումրին թողնելու եք, եթե ձեր քաղաքական ուժը, չգիտեմ, նախապես մտածում եք, որ իշխանություն եք վերցնելու։ Ամեն դեպքում այդ հարցը մինչև ընդրապայքար, մինչև ցուցակընկրվելը չեք քննարկել, չեք մտածել, որ պիտի հա մանդատ Ոչ մենք գնում ենք հաղթանակի ու բարձրացած հաղթանակի։ Իսկ երբ ստացած ձայները անակնկալ էր ձեզ համար համեմատաբար նախորդ դրությունների համեմատ ճիշտ։ Անկեղծ եմ ասում անակնկալ էր։ Ինչով է դա ըստ ձեզ պայմանավորված։ Քաղաքացիական պայմանագիրը լավ աշխատեց։ Չեմ ուզում մտնել այդ դաշտ, դա արդեն թող քաղաքական ուժը վերլուծություններ կանի, բազմիցս հայտարարել են, բայց անակնկալ էր։ Այդպիսի ձայներ չէին սպասում։ Աննա Ռաքելյան, ինչպես է զգում Վարդան Ղուկասյանը։ Առողջական խնդիրներ ունի, պետք է վիրահատության գնա։ Հիմա որ ինքը Գյումրիում է, ավելի հեշտ կլինի ձեզ կառավարելը քաղաքը։ Ճիշտ ասած, իր հետ իմ շփումը կա, բայց այն ժամանակ էլ ինձ չէ, ամբողջ բանը պահպանվել է։ Հիմա առաջնահերթ իր առողջական վիճակն է, ճիշտ, վիրահատություն կա, պարտություններ է տվել, այդ պարտությունների դեմ պետք է անպայման վիրահատություն անցկացնել։